Եկեղեցի գնալու կտե։ Հա, այ մարդը Փաշինյանը կա, Փաշինյանի հետևից են գնում։ Պարոն Խաչատրյան, դուք ինչի հիման վրա եք ասում, որ ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի։ Ուր է այդ։ Ինքը հրաժարվել է այդ փաստից։ Չէ, բազմաթիվ անգամ ոչ։ Մեր իշխանության օրոք չտարավ։ Դուք երևի մոռացել եք, որ ով է ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը։ Սամվել Շահրամանյանը, որը որ դաշնակցությունն է բերել իշխանություն։ Մի րոպե, հիմա ես ձեր հարցին, եթե շատ եք ուզում պատասխանեմ։ Երբ որ Սամվել Շահրամանյանը դարձավ Արցախի նախագահ, չէ, եւ օրեր անց Սամվել Շահրամանյանը հրամանագիր Փաշինյանը իրեն շնորհակալություն են հայտնում։ Ես դե հարցի պատասխանեցի, ով է Փաշինյանը փրկել է այդ մարդկանց կյանքերը։ Սամվել Շահրամանյանը 150,000 մարդու կյանք է փրկել, եթե մենք այդ տրամաբանությամբ ենք շարժում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է ավելի շատ դավաճան, թե Սամվել Շահրամանյանը։ Նիկոլ Փաշինյանը դավաճան չի, իսկ փաստացի այդ ժամանակ պատերազմն է կանգնել եւ մի րոպե այդ ժամանակ պատերազմն է կանգնել 20 թվականին դա լրիվ տարբեր բաներ իսկ Արցախի լուծարումը այլ բան է դուք այդ մեկ փորձի մանիպուլացնեք ձեր հարցերով դուք մեկ փորձի մանիպուլացնեք ինչը ձեզ փորձը մեկ ասենք համ հարցը տակ համ մեկնաբանեք համ հարցին պատասխանեք դուք ասում եք ինչպես Արցախի հանրապետությունը դարձավ Ադրբեջանի կազմ ես ասում եմ Սամվել Շահրամանյանը ստորագրեց այն հայտնի փաստաթուղթը Նաև ստորագրել է այն փաստաթուղթը, որով չեղարկվել է այդ որոշումը։ Լուրջ եք ասում։ Իսկ հոկտեմբերի 6-ով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Գիտեք այդ հարցի պատասխանը, հա, ճանաչեց Արցախն Ադրբեջանի։ Այդ Ադրբեջանի կազմում դեռ միջև այդ է ճանաչվել Արցախի հանրապետությունը, միջև Նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի, դուք երևի մոռացել եք, որ Ռոբերտ Քոչյանի օրոքել բանակցային գործընթացից դուրս մղեց։ Զրոյական կետից եք սկսել, չէ՞, ձեր կետից։ Հա, ժառանգել ենք մի այնպիսի իրավիճակ, որ փորձել ենք այդ զորական կետից սկսենք, բայց եկավ մի իշխանություն Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ Սամվել Շահրամանյանի եկավ այդ կապիտալիզացրեց այն ինչ որ դուք ասում եք Նիկոլ Փաշինյանի թեկուզ ասուլիսին հիշեցրած այդ միտքը որ ասում էր եւ ճանաչում են Ադրբեջանի ամբողջական տարածությունը այդ թվում Լեռնային Ղարաբաղը եւ նաեւ այսպես կոչված անկլավները լսել եք։ Հա, լսել եմ։ Այդ ժամանակ դեռ որևէ մեկը ոչ մի բան չէր ասում։ Հա, հիմա դեռ հարցը ո՞րն է։ Իմ հարցը այն է, որ մինչև այդ ստորագրելը արդեն Նիկոլ Փաշինյանը ճանաչել է։ Իսկ բա մինչև Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ չի եղել։ Ոչ չի եղել։ Դուք Արցախը Հայաստանը հիշողության այդ պրոբլեմ։ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հետո տեսանք, որ ներողություն խնդրեց, որ շփոթվել է Արցախը։ Իսկ մինչև այդ նման լուք հայտարարություններ չեք լսել Սերժ Սարգսյանի, բայց նաև փաստաթղթերի հրապարակման մասին չեք հրապարակել ձեր իշխանությունը։ Ինչ փաստաթուղթ։ 2019 թվականին ինչ փաստաթղթերով է բանակցվել։ Խորհուրդ չեք տալիս Նիկոլ Փաշինյանին հրապարակել, պահանջում են նախկին նախագահները, որոնք ասում եք բանակցել են, Արցախը հանձնել են, ասում են թող հրապարակեն։ Բազմիցս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է բանավեճի եւ թողան հենց իրենք այդ դրա մասին եւ մնացած մի րոպե ասենք այդ փորձում են այդ փորձում են ինչ որ խուսափեն բանավեճից եւ թող կան երեք նախագահները վարչապետի հետ բանավի եւ հրապարակելուց փաստաթղթերը ինչն է խնդիրը։ Մի րոպե
Դուք ասում եք, երբ իմացել ենք, որ կաթողիկոսը խախտել է Մի հատ Ժորժ ջան, թողեք։ այդ ժամանակ Հիմա ես գիտեք ինչ հարցերի, մի րոպե։ Մի րոպե, մի խոչընդոտեք։ Խնդրում եմ, թողեք աշխատենք։ Արդի հարցը։ Ժորժ ջան, մի հարցը չավարտած է, մյուս հարցն եք տալիս։ Մի հատ կողմնորոշվեք նոր։ Դուք ասում եք այն ժամանակ ենք բարձրաձայնել, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, երբ իմացել եք, բայց քիչ առաջ ձեր թիմակից Արման Եղոյանը իմ մեծրույթում ասել էր, որ եթե հեղափոխության սկզբում մենք դա անեինք, մեզ կմեղադրեին եկած չեկած, սենց են անում։ Մի րոպե, միայն իրեն չենք ճանաչում։ Հիմա ում խոսքին հավատանք ձեր, թե պարոն Եղոյանի։ Չլսեցի, հարցը չլսեցի։ Վահան ջան, մի րոպե, էլի, մի րոպե։ Պարոն Խաչատյան։ Մի րոպե։ Արման Եղոյանը ասում է մենք այն ժամանակ էլ գիտեինք ուղղակի որ նոր էինք եկել մեզ կասեին եկած չեկած այսպես վարվեցին հիմա դուք էլ ասում եք երբ իմացել ենք որ կուսակրոնության ուխտ խախտել է այն ժամանակ ենք բարձրաձայնել հիմա ձեզ հավատանք թե պարոն Եղոյանին Ես չեմ լսել հիմա դուք ես չեմ լսել